Ես չգիտեի որտեղ են, անգամ չգիտեի նրանց որպիսությունը, ժամեր շարունակ ես չգիտեի։ Նա չունի մշտական հասցե բնակության, գնացել եմ ու տեսել եմ իմ երեխաները այնտեղ չեն։ Դավաճանություններ, որոնք ես հետս հետ ներել եմ, մի քանի ամիսներով ինքը տուն չի վերադարձել, տուն չի եկել, երեխաներ, սիրող ամուսին։ Բարի օր, Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Մենք այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք պարուհի Էլեոնորա Պետրոսյանին, որի մասին մի քանի օր է Արմլու լրատվականը հոդված է հրապարակում։ Նրա նախկին ամուսինը եւ փաստաբանները տարբեր տեղեկություններ են հաղորդում Արմլու լրատվականին, երեխաների առևանգման հետ կապված, զենքի կիրառման հետ կապված, ինչի համար խնդրել ենք Էլեոնորային գալ մեր տաղավար եւ մեկնաբանություն տալ, թե ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, որ հանրությանը տեղեկացնենք, թե իրականում ինչ է ձեր ընտանիքի շուրջ կատարվում եւ ինչ հաղորդում է տալիս ձեր նախկին ամուսին։ Սկսենք հենց սկզբից։ Ինչ է կատարվում ձեր ընտանիքում։ Ինչու է այսքան աժիոտաժ ստեղծվել, հատկապես ձեր նախկին ամուսինը անդադ շեշտում է հաղորդումներ եք տալիս ոստիկանություն, խնդիրներ կա եւ այլն։ Կխնդրենք, որ դուք մեկնաբանեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ սկսեմ ամենասկզբից երևի թե։ Կխոսեմ իմ երջանիկ անցյալի շատ դժվար ներկայից եւ ել ավելի երջանիկ ապագայի մասին։ Մեր ընտանիքը կառուցվել է մեծ սիրո հիման վրա։ Ես սիրել եմ կուրորեն։ Ամուսնությունը, որ պատկերացնում էի, իմ համար շատ հեքիաթային էր։ Երեխաներ, սիրող ամուսին, ինչ երազանքներ ունեի, ամբողջը կապված էր իմ ընտանիքի հետ։ Բայց ցավոք այդքան էլ այդ ամենը հեքիաթային չէր։ Մեր ծանոթությունից մինչև ամուսնություն ամեն ինչ շատ հեքիաթային էր, բայց այս ամենը հեքիաթային ավարտ չունեցավ։ Ամուսնությունից սկսած օր-օրի ես հասկանում էի, որ իմ պատկերացումները լրիվ այլ են եղել եւ ամուսնական կյանքը լրիվ այլ է։ Հանդիպել եմ բազմաթիվ դժվարությունների։ Մի քիչ կմանրամասնեք դժվարությունները ինչի հետ է կապված, վիճաբանություններ եք ունեցել ընտանիքում։ Իհարկե, բազմաթիվ վիճաբանություններ, դժվարություններ, դավաճանություններ, որոնք ես հետս հետ ներել եմ, քանի որ ես սիրում էի մեծ ընտանիք ունենալ եւ իմ երեխաներին միայն պատկերացնում էի, որ իրենք պետք է մեծանան լիարժեք ընտանիքում։ Ներել եմ ամենաաններելիները, որի մասին այս պահին այստեղ չեմ կարող խոսել։ Չէի ուզի, որ շատ անձնական տեղեկատվություն հաղորդեիք, ինչ որ ժամանակ առաջ ամուսնալուծություն եղել է։ Իհարկե, մոտ 3 ամիս առաջ մենք արդեն ամուսնալուծվել ենք։ Որոշումը երկուսի կողմից է եղել, այսինքն որ իմ կողմից է եղել, ամուսնալուծությունը իհարկե ես եմ կողմ եղել, որ ամուսնալուծվենք եւ արդեն ինքն էլ համաձայնություն է։ Ահա, ձեր նախկին ամուսինը հաշտ չի այդ մտքի հետ, ոնց հասկացանք, որովհետև նշվեց, որ ձեր փաստաբանի կողմից հոկտեմբերի 1-ին գնացել է մանկապարտեզ եւ երեխաներին առևանգել մանկապարտեզից։ Մեր ամուսնալուծությունից հետո մենք բանավոր պայմանավորվածություն ունենք, որ երեխաները իհարկե պետք է բնակվեն իմ հետ, անգամ փաստաբանի հետ հանդիպում ենք ունեցել եւ այդպես մենք պայմանավորվել ենք, որ երեխաները պետք է բնակվեն իմ հետ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտել, որ ինքը գա տեսնի կամ վերցնի երեխաներին, տանի ժամանակ անցկացնի, բայց ամենից ես տեղյակ եմ եղել։ Ինքը երբ վերցնելու է եղել մանկապարտեզից, ինձ անպայման տեղյակ է պահել, ես անպայման տեղյակ եմ պահել դայակներին, դայակները հանգիստ տվել են։ Ինչ է եղել հոկտեմբերի 1-ին։ Հոկտեմբերի 1-ին, չգիտեմ ինչի, ինքը որոշում է, որ առանց ինձ տեղյակ պահելու կգնա կվերցնի երեխաներին եւ չի ասի, թե որտեղ են իմ երեխաները գտնվելու վայրը։ Սովորական օրեր ես գնում էի իմ երեխաների ետևից, բայց նրանք այնտեղ չէին։ Դայակները ասացին, որ եկել է հայրիկը տարել է։ Ես զարմացա, քանի որ միջը այդ ինքը անպայման ինձ տեղյակ էր պահում եւ այդպես նոր գնում էր վերցնում էր։ Վիճել էիք մինչև այդ ինչ որ խնդիրներ առաջացել։ Ոչ, ընդհանրապես։ Ուղղակի անակնկալ որոշել էր, որ երեխաները այդ ժամանակ պահվում էր երեխաների համար, մենք խոսում էինք երեխաների վերաբերյալ եւ վերջ, ինքը ուզում էր տեսնել, ինքը տեսնում էր։ Անգամ 1 օր առաջ ինքը արդեն տեսել էր երեխաներին եւ հետ էր վերադարձրել։
Քանի որ իմ երեխաները մանկահասակ են 2-3 տարեկան, նրանց հաստատ գիշերակացը շատ դժվար կտրվի առանց ինձ։ Դրա համար ես չէի կարողանում իրենց գիշերակացով թողնել ու ընդհանրապես հաստատ պետությունն էլ, հա, օրենքն էլ թույլ չի տալիս, որ մանկահասակները առանց մայրիկի, հա, գիշերակացի գնան։ Հայրիկը գնում է մանկապարտեզ, իսկ ինչպես ես լիովին հասկանում եմ, որ տանի հայրիկը, իրենք գիտեին, որ կարող են մանկապարտեզ։ Դե ես մինչ այդ ինչ որ խոչընդոտներ չէի տեսել, ես հաստատ, հա, միշտ էլ ասել եմ, բայց այս անգամ ես ինքս չէի զգուշացրել դայակներին, բայց դայակներն էլ հանգիստ տվել են, բայց հայրիկը ասենց այնքան արագագնաց է հագցրել ու հանել մանկապարտեզից, որ անգամ ուրիշի հագուստն է հագցրել, վերնահագուստն է հագցրել եւ հանել մանկապարտեզից։ Սա առևանգում է Էլեոնորայից։ Դե իհարկե ես հասկանում եմ, սեփական հայրը սեփական երեխաներին չի կարա առևանգի կամ գողանա, բայց այդ պահին պատկերացնում եք իմ վիճակը, որ ես գնացել եմ ու տեսել եմ իմ երեխաները այնտեղ չեն։ Հասկանում եք, ինձ հիմա դիտող մայրիկները հաստատ կփաստեն, որ դա շատ սարսափելի, շատ լարված, ահավոր իրավիճակ է։ Զանգահարել եք ձեր նախկին ամուսնուն։ Զանգահարել եմ, գրել եմ, նա ասել է, որ չի վերադարձնելու եւ վայրի մասին, թե որտեղ են նրանք, էլի նորից ինձ տեղյակ չի պահել։ Նրա հայրիկն ու մայրիկը Հայաստանում չեն բնակվում, նա չունի մշտական հասցե բնակության, այդ իսկ պատճառով ես չգիտեի որտեղ են, անգամ չգիտեի նրանց որպիսությունը, ժամեր շարունակ ես չգիտեի, ինչ էր մնում ինձ։ Եթե ոչ գնայի ոստիկանություն ու ոստիկանությունից խնդրեի, որպեսզի նրանք օգնեին ինձ, ես տեղյակ լինեի, գոնե որտեղ են իմ երեխաները։ Ասում էր, որ չի վերադարձնելու երեխաներին։ Այո, ասել է, որ չի վերադարձնելու։ Այդ օրը նույն օրը դիմել եք ոստիկանություն, այսինքն։ Հենց այդ նույն պահին, որ ինքը ասեց եւ ես տեղյակ չէի, ինձ մնում էր միայն դա, որ ես կարող եմ գնալ ոստիկանությունից, խնդրել, որպեսզի ես իմանամ իմ երեխաների գտնվելու վայրը, զուտ։ Ոստիկանությունը քայլեր ձեռնարկեց, գտան երեխաներին եւ հայրիկին։ Քայլեր ձեռնարկեց, կապ հաստատեցին նրա հետ, բայց նա նորից, չգիտեմ, կամ ասել էր կամ չէր ասել, դա ես տեղյակ չեմ, բայց ոստիկանությունը ինձ հանգստացրեցին, որ նորմալ վիճակում էին, տանն էին, ինչ որ տանն էին, չգիտեմ ինչ տանն էին, այդպես մի փոքր հանգստացա։ Մնացին հայրիկի մոտ, թե այդ օրը վերադարձել են։ Մի քանի օր մնացել են հայրիկի մոտ ու ես տեղյակ չեմ եղել, թե իմ երեխաները որտեղ են, մանկահասակ երեխաներս։ Գոնե գիտակից լինեին, մի փոքր այլ կարող է լիներ, բայց իրենք մանկահասակ են 2 եւ 3 տարեկան։ Փաստաբանները պնդում են, որ որևէ առևանգում չի եղել, ընդամենը նա տեղյակ չի եղել այդ օրը առավոտյան երեխաները ինչ են հագել, դրա համար, որ ասում եք դուք այլ երեխաների շորեր են հագցրել, ընդամենը չի տեսել հայրիկը։ Դե եթե չշտապեր, շտապ չվերցներ, ինձ տեղյակ պահեր, ես հաստատ իրան տեղյակ կպահեի, քանի որ անգամ ունեմ խոսակցություն, որ մենք իրար մեջ ունեցել ենք, այնտեղ ես ամեն ինչ տեղեկացնում եմ, որ ինքը ինձ հարցնում է երեխաները ոնց են, ես իրեն ասում եմ, ինչ են անում, ասում եմ, հաց կերել են, ասում եմ։ Այդպես մենք երեխաների պահով նորմալ իրար հետ շփում ունեցել ենք։ Նպատակը դեռևս չեք հասկացել ինչն է։ Չենք հասկացել, չէ։ Ոչ ինչն է պատճառը, որ նման քայլի է դիմել։ Հիմա երեխաները ձեզ մոտ են Էլեոնորա։ Փառք Աստծո իմ մոտ են։ Որոշում կա, որ այլևս պետք է միայն ձեր թույլտվությամբ երեխաները հայրիկը վերցնի, թե դեռևս դատական process են։ Process-ը արդեն միջանկյալ որոշում կա, բնակությունը հաստատվել է իմ մոտ, այսինքն ես կարող եմ որոշել, հայրիկը տեսնի, թե ոչ, բայց ես ընդհանրապես չեմ խոչընդոտում, բայց ինքն էլ պետք է դիմի դատարան, որպեսզի տեսակցության ժամեր վերցնի։ Օրենքը դա է պահանջում։ Եվ վերջին հարցով, հա, սահմանափակվեն, քանի որ հրապարակում է եղել, փաստաբանները պնդում են, որ դուք հաղորդում եք տվել ինչ որ զենքի հետ կապված, որ դուք ասել եք ոստիկանությանը, որ նա ապուրինի զենք ունի, զենք է պահում։ Երբևիցե նման հաղորդում տվել եք եւ ինչ պատմություն է սա։ Ոչ։ Իմ միայն ոստիկանության գնալու նպատակը եղել է իմ երեխաների գտնվելու վայրը իմանալը։ Պատասխանել եմ մի քանի հարցերի քննիչի կողմից, թե իրենք ինչ են մտածել եւ ինչի են այդպիսի բաներ ասում, հրապարակում։ Ես դա միայն կապում եմ իրենց PR-ի, իրենց հետագա կարիերայի ձևավորման համար են իրենք միայն անում, իմ կարծիքով։ Երբևէ զենքի մասին հաղորդում չեք ներկայացրել ոստիկանության։ Հենց այդպիսի հաղորդում ես իհարկե չեմ ներկայացրել, դա զրպարտություն է։
Ավելի հսկողությունը ուժեղացրել եք երեխաների, ինչ դրանից հետո ինչ-որ քայլեր են։ Ես հաստատ գիտեմ, որ իրենց հայրն է, հաստատ իրենց ինչ որ վատ չի բահի վնաս չի տա։ Զուտ ես ուզում եմ տեղյակ լինեմ, հա, իրենք շատ մանկահասակ են։ Ես ոնց կարող եմ տեղյակ չլինել իմ երեխաները որտեղ են։ Անկամ մի քանի ամիսներով ինքը տուն չի վերադարձել, տուն չի եկել, ինքը չի իմացել իրենք քնած են, արթուն են, ինչպես են, իրենք իմ հետ են քնել, զարթնել։ Ես կանադառնամ տարբեր սոցկայքերում, տարբեր նյութերի ներքո, որ կոմենտների բաժնում գրում են այդ fake էջերին, հա։ Քննադատեցին։ Հա, ինչու, եթե ինչ չեն ճանաչում, եթե եղելիությունը իրանք ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել, ինչն է պատճառը եղել, այսքան ժամանակ երբևիցե բաժանություններ, այսքան ժամանակ եղել է մի քանի անգամ, նորից բաժանվենք, նորից միանանք, երբևիցե չի եղել իմ պատճառով բաժանություններ։ Ամբողջովին մեղավորությունը եղել է իր վրա։ Եղել են բազմաթիվ դավաճանություններ, եղել են տարբեր իրավիճակներ, որոնք էլի եմ ասում, չեմ կարող ասել։ Ներվել է։ Ներվել է, քանի որ ես ցանկացել եմ, որ իմ երեխաները լիարժեք ընտանիքում մեծանան։ Լիարժեք ընտանիք ունենան, անհոգ մանկություն ունենան, երջանիկ լինեն, մամա, պապա ունենան, բայց ունենք են ինչ ունենք, չստացվեց ինձ մոտ։ Միայն մենակ ես էի պայքարում, ոնց հասկացա այդ ընտանիքի համար։ Եվ մի բան էլ, այսքան ժամանակ ես այսքան հնչեղություն չեմ տվել իմ այս ընտանեկան պատմությանը։ Մի քանի անգամ զուտ նշել եմ իմ լսարանին, որ այս պահին դժվար շրջանում եմ ապրում, դժվար փուլ է իմ համար։ Կցանկանայի ասել, հորդորել բոլորին, որ չխոսեն իմ ընտանիքի մասին ընդհանրապես չխոսեն, իմ մասին չխոսեն, քանի որ այս ամենը կարող է մի քանի տարի հետո իմ երեխաները տեսնեն ու հաստատ իրենց համար սա լավ ձևով չի ընկալվի։ Բացասական, այո, ինտեգրման խնդիր կունենան, այո, բացասական կարող է հասնել նրանց վրա։ Փաստաբանների այսքան ներգրավվածությունը այս թեմաների մեջ ընտանիքի թեմա է սա, ու սա չպետք է ընտանիքից դուրս գար։ Նրանք ինչի են այսքան հնչեղություն տվել այս հարցին, դա միայն փաստում է, որ ենթադրում եմ նրանք իրենց PR-ի համար են արել այս ամենը։ Բայց կխնդրեմ, որպեսզի նրանք զերծ մնան եւ այլևս չխոսեն իմ ընտանիքի մասին, թող ուրիշ ձև գնան եւ իրենց PR-ը անեն։ Իմ կարծիքով իմ նախկին ամուսինն էլ դա չի ցանկանա, որ հետագայում այս ամենը անդրադառնա իմ երեխաների վրա։ Շնորհակալ եմ Էլեոնորա։ Հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, մենք կհանդիպենք։